Բարև ձեզ, հարգելի դիտորդներ, եթերում Telcast-ի առաջին թողարկումն է։ Այս հաղորդման շրջանակներում մենք հրավիրում ենք Threads սոցիալական հարթակի տարբեր օգտատերերի եւ հետները հաճելի զրույցներ ունենում։ Այսօրվա մեր առաջին հյուրն է բոլորին քաչ հայտնի Սինդոյանը։ Բարև, անունդ ինչպես է։ Անունս Սինդոյան է, շատ շնորհակալություն Դավիթ ջան հրավերի համար։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ հաղորդման պրոյեկտի համար, որը սկսել ես, ու շատ ուրախ եմ, որ դու ես սկսել իրականում, չնայած նրան, որ մենք մի քիչ տենց մոտիկ ենք իրար հետ ու անձնական պատճառել ունեմ տենց ուրախ լինելու, չէ, ուրախ եմ, որ հենց դու ես այդ արել, որովհետև դու շատ լավ որակներ ունես, որը որ կարա լավ պրոդուկտ ստեղծի։ Շնորհակալություն։ Մերսի Սինդոյան։ Դե կարող են շատերը չիմանալ Սինդոյանը, որի անունը Գևորգ է Միջայլոց, բացի նրանից, որ այսօրվա մեր հյուրն է, նաև իմ մոտ ընկերն է ու նաև իմ հորողբոր տղան։ Վերջը դու իմ տրայուրդնի աղբերն ես։ Որ Սանիկը տեմ, որ Քավորս ես։ Իմ Սանիկն է, հա։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ, քանի սերունդ հետո մենք կդադարենք բարեկամ լինել։ Հիմա դու իմ աղբերն ես։ Ոսկի մեր երեխեքներն են իրար աղբեր լինել ու քուր աղբեր։ Հա, մնում է երեխա ունենաս, մի քիչ ստեղ ուրիշ հարցեր կա։ Ես ուզում եի գոնե վերջում էդի անդրադառնայի ասեի, բայց չէ։ Լավ, ինչ որ ասելու բան ունես, թե անցնենք հարցերին։ Իրականում ես ուզում եմ մի հետաքրքիր համադրույթ ձևավորենք, առաջարկում եմ, որ մեզանից մի կտոր թողենք քո տաղավարում։ Ես մի փոքր նվեր եմ բերել, այստեղ մնացեք։ Վաու, տզեց։ Էս քեզ շատ անսպասելի էր, շնորհակալություն։ Ընդհանրապես չէի տեսել։ Դու իմ տունը կանաչացնում ես։ Երկրորդ բույսն է։ Այս բույսն էլ է Միջայլոց Սինդոյանը նվիրել ու անունն էլ Սինդո եմ դրել հենց։ Այս մեկը ինչ ես դնելու։ Սինդոյի ձակ։ Կմտա, էսի Սինդիկը կարա լինի փոքր Սինդոն է, էլի, չգիտեմ։ Իսկ ինչ է այս բույսի անունը։ Լավ, դուրս եկա։ Չէ, իրոք մոռացել եմ, պրոստը ես շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ, օրիգինալ է, ինտերիերի հետ էլ գնում է։ Շատ լավ։ Առաջարկում եմ անցնենք հետաքրքիր մեր զրույցին։ Կուզենամ քիչ պատմես, թե ինչպես ընդհանրապես հայտնաբերեցիր Threads սոցիալական ցանցը, ինչպես եկար այստեղ։ Կստացի Threads-ի պատմությունը սկսվող շատ հետաքրքիր էր, որովհետև ինձ թվում է շատերի մոտ է եղել, ու ինձ թվում է շատերը հիմա նույն բաներ, նույն ճանապարհով անցել են։ Երբ որ եղավ 23 թվականի հուլիսն էր, կարծեմ, առաջի անգամ, երբ որ զապուսկ տվեցին ու բոլորս, քանի որ Meta-ի հետ կապված է, Instagram-ին բերեց։ Այդ ժամանակ մտել եմ, այդ ժամանակ առաջի post-ն եմ արել, դաժե post-ը հիշում եմ ինչ էի արել, այսինքն առաջի թելն էի արել։ Threads-ի լոգոն շատ նման էր մանավանդ այն ժամանակվա Yandex-ի լոգոին ու իրար հետ sense երկու հատ բան է, իրար կողք են իրանք ընկել իրանց մեջ, շատ նման է եղել այսինքն լոգոտիպը։ Չէ, Yandex-ինն է ուրիշ եղել։ Ինքը շնիկի պես էր, գիշեր ժամանակվա ինքը շատ նման էր։ Մի հատ այդ post-ը արեցի ու քանի որ այդ ժամանակ հայալեզու ֆորմատը ինքը ձևավորված չէր ու հայալեզու պուբլիկան ձևավորված չէր, չգրավեց ոչ մի բան, դուրս եկա։ Անցավ մի տարի 24 թիվներ, ինչ որ հետաքրքիր թել էլի բերում է ինքը Instagram-ում միշտ մտա ու բավականին հետաքրքիր էր էլի։ Նայեցի մի երկու բան անցա, կարող եմ մի բան գրել եմ, չեմ հիշում, ու էլի դուրս եկա։ Անցավ եւս մի տարի 25 թվականի օգոստոսներ արդեն, երբ որ դու էլ էիր շատ ակտիվ այդ ժամանակ ու մեր իմացած սաղ պերսոնները այդ ժամանակ արդեն իրանք լավ ակտիվ էին ու լավ ձևավորված անձեր էին, լիչնեսներ այդ հարթակի շրջանակում։ Այդ ժամանակվանից արդեն հայերեն զացիպից բառն եմ ուզում գտնեմ։ Գրավեց։ Չէ, այդ գրավելը չի զացիպից է։ Դե ինչով է գրավեց։ Հետաքրքիր է։ Այդ ժամանակվանից սկսեցի արդեն post-եր անել։ Իմ մոտ էլ է, հա, շատ ճիշտ ես ասում, իմ մոտ էլ է այդպես բան եղել ու իմ առաջին գրառումը իդեպ եղել է լրիվ պատահական ձևով, ուղղակի ինձ հերթական անգամ ասեցին մաղթում եմ շուտ ամուսնանաս, ես էլ ջղայնացա այդ մաղթանքից։ Բոլորը կոնկրետ այս անգամ չգիտեմ, բայց ում էլ ասեմ շատ հնարավոր է ինչ եղածի։ Մտածրեց ու գրեցի, որ աշխարհի ամենավատ բարեմաղթանքն է ամուսնանալ մաղթելը եւ այլն, դες մա դուրս եկա։ Հասկացար, որ սա կոպես են ընդդեմ։ Մեկ էլ ծանուցման հետևից դե նա մարդը շատ լավ ակտիվ են հայերը, հա։ Իսկ քո գրառումները դու նախորդ ես պատրաստում, թե սպոնտան ինչ որ բաներ կան։ Սկզբից երբ որ նոր գրառումները անում էի շատ ուշադրություն չէի դարձնում, այսինքն ոնց вообще մտքից գալիս էր անում էի, իսկ հիմա
օրինակ, հա, ամեն ձևակերպմանը, ամեն տառին, ամեն կետադրական նշանին, ամեն բանին, կստացի լայվ խակ ասեմ, ժողովուրդ ջան, ես օգտվում եմ ChatGPT-ից, երբ որ post-եր եմ անում, բայց օգտագործում եմ որպես ինստրումենտ։ Իմ մոտ prompt կա, ասենց ամետկեքի մեջ, որ բաները, վրիպակները հանի մեջից ու կետադրությունը արա առանց ոչ մի բառ փոխելու, այսինքն նույնիսկ I-ը, երբ որ ես գրում եմ ինչ-որ մի բան A տեղը I եմ գրում, ինքը թողում է նույն ձևի, բայց այդ boot շեշտ ու ստորակետները ճիշտ ավելի դնում է, քան ես կդնեի։ Ինչի մասին է այդ իրականում կարդացողներին հարգելու մասին է իմ կարծիքով, որ դու իրանց ավելի ճիշտ, ավելի չեմ ասում, ով տենց չի գրում, ինքը չի հարգում, բայց ինձ թվում է ինքը ոնց որ այդ դրսևորումներից մեկն է, ու ես ուզում եմ, որ մաքսիմալ ճիշտ լինի այն տեքստը, որը անում եմ։ Իսկ ոնց եմ անում, օրվա մեջ կարող է 5 հատ օրինակ ասեմ, post-ի թեմա գա մտքիս, այդ օրը, որ ես զամետկեքիս մեջ կնշեմ, ու ամեն օր փորձում եմ ես, չեմ փորձում, այլ ամեն օր էլ անում եմ post-եր, բայց շատ կարևոր է տենց բաներ, որ անում եք, որ նշեք, որ ինքը բառ չփոխի։ Այսինքն ոնց ձեր միտքը գնացել է, նույնիսկ չգիտեմ, մի բառ հոմանիշ ոչ մի բան չանի, որովհետև հենց ինքը բառ փոխեց, այդ միտքը արդեն ձերը չի, միտքը արդեն իրանով թաթախված է, իսկ ես իրանով թաթախում եմ իմ ուղղագրական սխալների ուղումը, եթե տենց կարանք ձևակերպենք։ Հա, լավ բան ասել, իրականում ես էլ եմ ուշադրություն դարձնում ուղղագրությանը, կետադրությանը։ Մի բան էլ ես ասեմ իմ կողմից, շատ եմ գնահատում, երբ որ մարդիկ նորմալ տակտի մեջ ուղում են ինչ-որ մեկին, օրինակ եղել է, որ ինձ ուղել ասել են, այստեղ բութ չի դրվում կամ այստեղ ինչ-որ մի տառը սղվում է, ես դա շատ լավ եմ ընդունում, որովհետև ես ավելի եմ սովորում, այսինքն քերականության մեջ մի քիչ ավելի ուժեղ եմ դառնում։ Լավ, իսկ դու ինչ ես կարծում, դու ունես կախվածություն Threads-ից։ Այս պահին հա, հաստատ ունեմ ու արդեն քայլեր եմ ձեռնարկում, իմ ներկայությունը իրականում քչանալու է հեսա, որովհետև գործերս չեմ ուզում տուժի Threads-ի պատճառով, այն առումով, որ ես իմ օրվա զադաչաների պլան կան, այսինքն չափից շատ եմ ժամանակ անցկացնում իր մեջ, ինձ թվում է։ Ես էլի կլինեմ, էլի ակտիվ կլինեմ, օրվա մեջ մի 2 անգամ կմտնեմ սենց, բայց հաստատ սահմանափակելու եմ, որովհետև իմ պատկերացրած նորմայից ինքը շատ է իմ ժամանակը տանում, չեմ կարող լավ իմ ուզածով կառավարեմ, էլի դեռ։ Իսկ ինչ ես կարծում, ինչի կա կախվածություն Threads-ից ու չկա Instagram-ից կամ YouTube-ից։ Նայ, եթե չլիներ Threads-ը, կարող է լիներ Instagram-ից ու YouTube-ից, այսինքն մենք ստանում ենք ինչ-որ դոֆամինի, այս անգամ այդքան էժան դոֆամին չի, ինչքան TikTok-ին է, հա, որովհետև դու հիմնականում կարդում ես ու հիմնականում մտքերը, մարդկանց մտքերը, արագ է, մի քանի մարդու մտքերը դու մի 10 վայրկյանում կարաս ընկալես, իսկ Threads-ը այնա, որ դու ավելի արագ ես ուղղակի ինֆորմացիան ստանում, ավելի արագ ես գեներացնում քո գլխի մեջ իր ասածը, քո արձագանքը գալիս է, դու էլ ես տալի հետաքրքիր քննարկում ա գնում, դու սպասում ես դիմացինի պատասխանին այդ թեմայի շուրջ իր տեսակետին օրինակ ինչ որ հարցեր, երբ որ քննարկվում է, չէ՞։ Ու այդ պարագայում ինձ թվում է Threads-ը ավելի որակով դոֆամին է տալիս, բայց ժամանակը չկառավարվող։ Հա, ասենք ի տարբերություն օրինակ TikTok-ի կամ Instagram-ի, այսինքն Reel-երի, դու ինտելեկտուալ ներգրավվածություն ես ունենում, որ այլ ջանք ես գործադրում ու դա ոնց որ մի քիչ հակազդում է դոֆամինին, էլի, այսինքն մի քիչ դժվարացնում է դոֆամինը։ Հա, բայց մեկը ժամանակը սահմանափակ է ու դա տանում է։ Հա, բարձում, հա։ Իսկ օրինակ կան մտքեր, որ կուզենայիր տեղադրել, բայց ինչ-ինչ պատճառներով չես տեղադրում։ Կարող է մտքերը, ջրիկ մտքերը ավելի շատ կարա լինի, որը որ տարիքային են, որ չէ, դե չեմ բանանի ինչ որ sense գցի, չեմ կարա հիմա օրինակ բերեմ, որովհետև չեմ մտապահում։ Բայց ինչի՞ չես գցի, ինչ կա ջրիկության մեջ։ Դե չգիտեմ, ինչ որ բաներ կարող է հաստատ եղածած կլինի, որը որ չէ, չարժի գցեմ, բայց հիմա որ հիշեմ, ասեմ սա էր կամ այս մյուսը, չեմ ասի, ուղղակի կլինեն հաստատ այնպես բաներ, որը որ չեմ ուզենա գցեմ, պրոստը նրա համար, որ չգիտեմ, նեղ անձնական կյանքից կարող է լինի, որ
կուզենամ բան անեմ, բայց այդ նեղ անձնական կյանքա Դե հա, նեղ անձնականը։ Չէ, օրինակ եմ ասում։ Իսկ մեկնաբանություններ, օրինակ, եթե տեսնես ասենց այսպեսի մի օրինակ, եթե տեսնես, որ ինչ որ մի գրառում ռեզոնանս է հավաքել նեգատիվ առումով, բայց դու համակարծիք ես հեղինակի հետ, դու կգրես մեկնաբանություն ի աջակցություն հեղինակի, թե կլռես։ Տենց դեպք համարյա չի եղել, որ բոլոր պերսոնաժները, հա, մեր մոտի դեմ լինեն ու ես էլ ինչ որ չգիտեմ, ուրիշ հայացքներ ունենամ այդ հարցի շուրջ, բայց եթե լինի 100% ես կգրեմ լրիվ իմ անկեղծ կարծիքը, որովհետև եթե բան չլինեմ, ես իմ մեջ հաշտ չեմ լինի, հասկանում ես, եթե ես չգրեմ ոնց կարծում եմ սիտուացիայի շուրջ, ես հաշտ չեմ լինի։ Կարող է ես չուզենամ գրեմ ուղակի ընդհանրապես ինչ որ այդ թեմայով ուղակի մի բան գրել, չեմ գրի, բայց եթե գրեմ, ես կգրեմ անկեղծ կարծիքը։ Եթե տիպը նշեն գրեն, Գևորգ, խնդրում եմ գրի քո անկեղծ կարծիքը, չես չէ, տենց չեմ անում, ես այդ քսի տրվողների չեմ, էդ էլ չի աշխատի։ Tailcast. Առաջարկում եմ մի քիչ շեղվենք Threads-ի թեմայից, մենք դեռ կվերադառնանք։ Հիմա ուզում եմ խոսենք քո հիմնական գործունեության մասին, որը Threads-ից դուրս է, դա քո բիզնեսն է։ Համառոտ մի երկու բառով պատմիր ինչով ես դու զբաղվում, այդ միտքը երբ ծնվեց ու հիմիկվա ընթացքի մասին։ Շատ լավ։ Ուրեմն մենք տեղադրում ենք կստացի առաջինը աշխարհում չենք տեսել ոչ միտեղ բարբերշոփերում, գեղեցկության սրահներում ու վարսավերանոցներում հայլիների մեջ ներկառուցում ենք էկրաններ, երբ որ հաճախորդը նստած է, ինքը շատ հետաքրքիր կոնտենտ է նայում, շատ հետաքրքիր վիդեոներ է նայում ու այդ պահին իր մազերը կտրում են, մենք էլ զուգորդում ենք դա գովազդով ու բոլորին հաճելի է, բոլոր հաճախորդներին բավականին հետաքրքիր է էկրանները։ Միտքը եկել է 2018-19 թվականներից, այն ժամանակ արդեն ուրիշ բիզնես process-ի մեջ էի ու մի անգամ վարսավերանոցում նստած ուղղակի շատ ձանձրալի էր ժամանակ անցնում, մտածեցի ինչ լավ կլինի, այստեղ պլանշետ լիներ դրած դիմացը, որ մարդ չտանջվեր նստել, վարսավերեսից շատ էր խոսում, կստացի, բայց Լավ, օքեյ։ Ջագիր։ Հա, հետաքրքիր, այսինքն պրինցիպը նրանում է, որ կոնտենտը ինչ որ գնում, որը հետաքրքիր է հաճախորդին, դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ միանում է գովազդ, ու դու դա քո եկամտի աղբյուրն է, այսինքն որպես գովազդատու։ Ինքը գովազդային հարթակ է իրանից ներկայացնում, հետաքրքիր կոնտենտ է, որ վարսավերանոցում դրած, այսինքն մարդը մազերը կտրում է, նայում է հետաքրքիր կոնտենտ, կստացի տղամարդկանց սալոններում, կանանց սալոններում իրանք տարբեր կոնտենտ են գնում ու տարբեր գովազդներ, այսինքն մարդկանց իրոք հետաքրքիր ժամանց ենք փորձում ապահովենք, թարմացնելով ամեն ամիս իր ռոլիկները։ Այսինքն դուք այդ ամեն ինչը հեռավար եք կառավարում կոնտենտը։ Այսինքն այստեղից նստած կոպիտ ասած դու կարող որոշես այնտեղ ինչ վիդեո միանա։ Տեղում կարանք քո ոդկասթը միացնենք։ Դզեց Բայց ձեն չկա։ Չէ, առանց դեն իմ ոդկասթն անիմաստ է լինում արդեն, որովհետև Tailcast գիտես։ Լավ, այսպեսի մի հարց համարեն քեզ քիչ շատից փորձառու բիզնեսմեն Հայաստանում, իմիջիայլոց դու գիտեմ բիզնես ակումբում ես, չէ՞, ինչ որ BS Cosmo բիզնես ակումբում եւս անդամ եմ։ Այսպեսի մի հարց, ինչ խորհուրդ կտաս սկսնակ բիզնեսմեններին, այսինքն մարդկանց, ովքեր նոր են ուզում բիզնես ոլորտ մտնել, որոնք են ամենահայտնի խոչընդոտները, կոպիտ ասած, բիզնեսմենի դժվարությունները, որոնց նրանք կառնչվեն։ Ես ինձ տենց իրական չի համարի որպես այդպեսի տենց փորձառու բիզնեսմեն, որտեղ իմ պատկերացրած փորձառու բիզնեսմենները իրանք շատ ումից կարելի է շատ ինֆորմացիա լսել, այսինքն սովորել, չգիտեմ, ես ինձ չի համարի տենց սուպեր փորձառու բիզնեսմեն, որտեղ 2-3 բիզնեսը ինքը այդ թիվը չի ու այդ ժամանակահատվածը չի, որ տենց համարես, բայց ըստ սխալների իմ կարամ ասեմ ինչի վրա ուշադրություն դարձնեն ու ինչի վրա հանկարծ չսխալվեն։ Պետք չի բացել ինչը որ արդեն հայփի մեջ է, ինչը որ արդեն խայպով է, չգիտեմ, կենտրոնալ դրա վրա, որ արդեն ինքը խայպը հավաքել է, անցել է, այլ պետքա ռուսերենով предприниматель, չէ, предпринимать անես, այսինքն դու до того հասկանաս, որ ինչը կարա մարդկանց հետաքրքրի, ինչը դեռ չկա, ինչը ազատ նիշա է, ինչը որ պահանջարկը լինելու է, այդ դրա վրա ավելի շատ կուզեի կենտրոնանային ու եթե բացվում է մի բան, ինչը որ օրինակ մասնագիտական հակումներ է պահանջում, ենթադրենք, հա, պիցերիա ես որոշել բացես, դու պիտի ունենաս տունը արդեն նենց պիցա, որ ով ուտի այդ պիցան
տանը արդեն մատերը հետո ուտի, այսինքն ինքը product-ի վրա պիտի կառուցես բիզնեսը, ոչ թե բիզնեսը կառուցես ու փորձես այդտեղ խցկել product-ը, որովհետև կարողա չստացվի ուղղակի համով գտնել այնի, ինչի վրա որ մարդիկ կգան ու կմնան այդ տեղում։ Դե հա իհարկե, փաստացի product-ն է բերում, product-ն է retention կոպիտ ասած ձևավորում, բայց hype-ի բաղով ես չհասկացա, այսինքն հիմա օրինակի համար վերցնենք AB ոլորտը, արհեստական բանականության, ամենուրեք եթե վերցնենք IT TT ոլորտը, այնտեղ արհեստական բանականությունը արդեն խցկում են ամենուրեք ու դա hype-ի մեջ է, բայց դա նաև շատ գումար է բերում։ Հիմա այսինքն դու ուզում ես ասես, որ չարժի խորանալ AB? Չէ, AB-ն չէ, AB-ն հեռանկարային է դեռ։ Խոսքը գնում է արդեն ծեծված խմորը պետք չի էլի ծեծել։ Համաձայն եմ, եթե շուկան լցված է, օրինակի համար հիմա Սարյանում ոչ ռեստորան բացես, Սարյան փողոցի վրա շատ դժվար առաջ կգնա հասկացա։ R&D փողը պիտի կարեն ստացվի։ Նախ եւ առաջ։ Հասկացա, լավ, նշիր մի քանի լավ հայկական բիզնես պրոյեկտի, բիզնես պրոդուկտի, բիզնեսմենների, բիզնեսի օրինակ։ Կստացի, երբ որ օտարերկրացիները գալիս են իմ գործի բնույթով հաճախորդներից շատ լինում են հենց օտարերկրացիներ ու իրանց ոնց որ պետքա ընդհանուր ծանոթացնել, ես միշտ եթե տարածքային լինում եմ, միշտ ուզում եմ իրանք օրինակ սասի ֆուդ կորտը տեսնեն անպայման, որակը տեսնեն, քանակը, չափը, օբյոմը, որովհետև այդ իրականում շատ հետաքրքիր է անել, ստանալ տենց product-ը այդքան չէ, ինչքան պահել այդ որակը, որը որ իրանք անում են։ Քանակի հետ այսքան որակը, նույնը Երեմյանների մասին, Երեմյանի կարծեմ, կստացի բաներ։ Մի հոգի, միշտ Երեմյանը եղել, բայց մենք Երեմյաններ գիտենք, իրենց ռեստորաններում, իրենց խոհարարական դպրոցը, իրենց ամեն ինչը էլի շատ հետաքրքիր է, որը որ իմ համար օրինակելի բիզնես պրոդուկտ է հայկական, որով որ էլի ոնց է չէ օրինակելին որոշում ինքը որ կա դու ինչ որ մի բանի հետ պիտի համեմատես, այսինքն պիտի համեմատես դրսի մարդու համար, դրսի պրոդուկտի հետ, որը որ ինքը կարա լավ գնահատի, չէ, ու այդ ասպեկտով եմ ասում։ Եթե ունենայր անսահմանափակ գումար, ինչ բիզնես կստեղծեր, այստեղ կարևոր է որ դա լինի կոմերցիոն պրոյեկտ, այսինքն ոչ թե բարեգործություն կամ ինչ որ մեծ հասարակական պրոյեկտ, այսինքն պետք է բիզնես ասել, որը կոմերցիոն է, այսինքն քեզ գումար է բերում։ Դե նայ, շատ դժվար հարց է, որովհետև մի հարց է փակում է մյուսը, այսինքն երբ որ դու ասում ես անսահմանափակ գումար ունենաս, այդտեղ փակում, այսինքն ինչքանի ներդրում դու անես, որ ստանաս, Ferrari զավոդից եմ ուզում սարքեմ, չէ։ Այսինքն հենց Ferrari, թե Չէ, նայ, ես կուզենայի հակառակը դու սահմանափակ ասեիր գումար։ Չէ, ես ասեմ ինչի չեմ ասում սահմանափակ, որովհետև ուզում եմ դու ներկայացնես այն բիզնեսը իր պիկում, որը որ արդեն քո ուզածն է, այսինքն ինքը ունի արդեն իր ամբողջ process-ները ունի լավ product ու նորմալ գումար է բերում, այսինքն հենց վերջնակետ օրինակ ես շատ կուզենայի ունենալ հիվանդանոց, որը զբաղվում է արհեստական բանականությունը օնկո հիվանդության հետ ինտեգրացիաներով, այսինքն արհեստական բանականության միջոցով գենետիկ ինչ որ միջոցներով օնկո ես հիմա բժշկությունից այդքան շատ լավ չեմ որպեսզի ասեմ, ինչ ասածս արհեստական բանականության միջոցով կանխել օնկո հիվանդությունները, հետազոտությունները եւ այլն, եւ դա լիներ կոմերցիոն, այսինքն անվճար չէր կարող ունենալ դա բոլորի համար, էլի, որովհետեւ ինչքան պիտի փող ունենաս, որ բոլորին օգնես։ Հիմա ուզում եմ ինչ որ մի բան էլ դու ասես այդ։ Դու շատ լավ բան ես ասում, բայց մի քիչ բանից շեղվում ենք բիզնես հասկացողությունից ու երազանքից քո ասածը ավելի շատ ուղղակի երազանք է դու իրան չես պատկերացնում չէ չգիտես process-ները ոնց անես ում պիտի ներգրավես որ ընկերությունն է ինչի համար պատասխանատու ոնց է իր մարժան գեներացվում ու այդ սա դու չգիտես ինչը որ ասում ես ինքը ավելի շատ նման է երազանքին ես էլ կուզենայի ստեղծեի մի հատ լիկարստվա որը որ մարդիկ խմեին ու չհիվանդանային անկալագիչեսկի բանով իմ ասածը դա որ ինքը ավելի երազանքի նման է։ Լավ, սահմանափակ գումար վերցնենք, ինձ հետաքրքիր է ուղղակի դու ինչ բիզնես կուզենայիր, որ հիմա ինչ որ ֆինանսների սահմանափակ լինելու պատճառով դու չես անում։ Չգիտեմ, ինչքան գումար է քեզ պետք դրա համար ու ինչ բիզնես կդնեիր այսպես։ Օй, ես 3-4 հատ հստակ բիզնես պլան ունեմ, որը որ ոնց էկրանները չկար ամբողջ աշխարհում ինքը որպես այդպեսին
եւս 3-4, որովհետեւ 4-ը մի քիչ ուրիշ ֆորմատի է, 4 հատ բիզնես ունեմ, որը որ էլի իմ գլխի մեջ է ոնց որ այդ ամեն ինչը, ու իրանց համար էլի լավ ներդրումներ է պետք ու ոչ մեկը չկա աշխարհում էլի ու ամեն մարդու համարի ամեն մեկը մի քիչ բժշկական թեմայով է, մեկը մի քիչ ուրիշ, ամեն մարդու պետք է գալու։ Այսինքն ինքը որպես միտք է, բայց ինքը հստակ պլանով է, որը գումարը պահանջում է, դրանք չեմ ասի։ Հա։ Բայց ասեց։ Ես ոնց եմ սպասում։ Չէ, բայց իրականում ասեմ, սենց իմ բանը շատ պարզ պրիմիտիվ է, այս կյանքում շատ բան չեմ ուզում։ Կառնեի 15 հատ 100 քառակուսյանոց բնակարան Երևանում, որ տենց ճիշտ խոսանք ոնց պետք է անել բիզնեսը, պետք չի մենակ Երևանում առնենք, բայց կառնեի 15 հատ 100 քառակուսյանոց բնակարան Երևանում, կսարքեի իրանց 30 հատ բնակարան, փոքր բնակարան Երևանում, կհանձնեի իրանց վարձակալությամբ, ամեն մեկին կասեի, որ 1-ից 30-ին օրնա ձեր ապլատայի օրերը, որ ես ամեն առավոտ արթնանայի ու գումարը փոխանցեին պրոստե շոտից վրա, իմ համար հանգիստ կանցնեի, չգիտեմ, քաղաքի համար լավ բաներ անելուն։ Օրինակ եմ ասում, որ ինչքան շատ բնակարան, այնքան շատ դարդ։ Դրա համար կան մարդիկ, ովքեր որ այդ դարդերի հարցերը լուծում են։ Իդեալական բիզնես պլան։ Բոլորին խորհուրդ եմ տալիս գնել 15 հատ բնակարան ու սարքել 30 հատ։ Չէ, իրականում ինչի համար եմ ասում։ Այդ ավելի պենսիոներսկի ու բանը, որ դու կյանքդ պետք է մաքսիմում ապրես։ Այսինքն բիզնեսը ինչը որ մենք հիմա ասեի այն մյուս 3-4 պլանները, որոնք հուսով եմ կկատարեմ, իրանք շատ ներգրավվածություն են պահանջում ու դու միշտ process-ների մեջ ես լինում։ Այստեղ դու պետք է հասկանաս դու կյանքից ինչքանն ես ուզում լինես աշխատանքի մեջ, ինչքան ես ուզում լինես գործի մեջ, ինչքան ես ուզում ինչ-որ process-ների մեջ լինես, օպերացիոնների համակարգի մեջ լինես քո արածի ու դրա համար մի քիչ ավելի շատ է։ Օրինակ քոնը դու ինչ կանեիր ավելի պրիզիմլիոնի բիզնեսից դու։ Իմ պատկերացրած բիզնեսը, որ ես կուզենայի անել, ես հիմա կոնկրետ քեզ գումար չեմ ասի, բայց էլի ինչ որ սահմանափակ գումար է, ունենայի ՏՏ հիմնարկ, որը զբաղվում է հավելվածների մշակումով ու դրանց վաճառքով, այսինքն լիքը հավելվածներս պատրաստում, գովազդես տալիս ու վերջ ու այդքանը կարելի է ահագին մեծ գումար աշխատել դրանով։ ՏՏ-ն շատ բան անծայրացիր կարաս խորանաս ինչ պրոդուկտ ստանաս, կարևորը գտնես այն ինչը չեն արել։ Ես այդ եմ սիրում բիզնեսի մեջ։ Դու պետք է հասկանաս ոչ թե անես աշխատող մոդելը, այլ անես ինչը որ չեն արել։ Դե էնել գևս հիմա նայ դու ինովացիոնի կողմից ես շատ вообще ընդհանրապես դեմ չեմ, բայց եթե վերցնենք օրինակ ՏՏ ոլորտու հավելվածները, ամենաշատ գումար աշխատող հավելվածներից մեկը օրինակ դրանք ծրագրերն են, որոնք հաշվում են թե կալորիան ինչքան է, կալորիականությունը, սննդի ինչքան է։ Դու գրում ես սննդի հաշվումը, նկարում ես ԱԲ-ի միջոցով ես դա անում։ Շատ գումար են աշխատում հենց այդ նույն ԱԲ-ի հավելվածները, որոնք proxy-ով գտնում են, չգիտեմ, ChatGPT-ի նույն API-ին։ Ու ասածս հենա, որ ինովացիոնները լավ աշխատում, ուղղակի կան ոլորտներ, որոնք արդեն ստուգված են։ Ու ՏՏ-ի իմաստն է, որ շուկան անսահմանափակ է, այսինքն քո մարդիկ, քո գնորդները նրանք են, ովքեր ունեն սմարթֆոն։ Դու սահմանափակված չես Հայաստանի շուկայով, դու սահմանափակված չես Երևանով կամ այն մարդկանցով, ովքեր օրինակ մազերը կտրելու կարիք ունեն, էլի։ Դա է մի քիչ տարբերությունը լոկալ ու թվային բիզնեսի։ Դու հիմա կստացի կուզեի դրա մասին ասել, դու էլ ես, չէ, հիմա application-ներ գրում, որով այնց քո պրոյեկտներն է։ Երկու բառով կասես ինձ հետաքրքիր է, օրինակ մարդկանց արձագանքը, մարդկանց իրանք է կարող ներբեռնեն։ Նոր եմ սկսել, նայ, ես ունեմ մի ընկերով, որ iOS ծրագրավորող է, ես ինքս Android ծրագրավորող եմ եղել նախկինում, ամեն մեկս վերցնում ենք մի ծրագիր ու փորձում ենք հիպոթեզա, այսինքն դու գրում ես ծրագիրը, դու դեռ չգիտես դա կվաճառվի թե ոչ, գրում ես MVP-ն դա ՏՏ ոլորտում լավագույն խաղացողը չէ MVP-ն։ Լուրջ եմ ասում։ Իսկ ՏՏ ոլորտում MVP-ն դա product-ն է, որը ունի ինչ-որ մինիմալ ֆունկցիոնալ, որ դու անընդհատ չես թարմացնում, այլ ուղղակի ինչ-որ մինիմալ բան ես սարքում, տեղադրում ես store-եր, որպեսզի տեսնես հետաքրքիր է արդյոք մարդկանց թե չէ, որպեսզի տեսնես կա արդյոք իմաստ ավելել ռեսուրս ծախսելու թե չէ։ Հիմա ունենք մի քանի ծրագրեր ու զբաղվում ենք կոնկրետ հիմա գովազդով։ Մեկը ծխել թողնելու ծրագիրը, որպեսզի այն մարդկանց ովքեր թողել են ծխելը նրանց օգնի, դա Android-ի վրա է։ Մի հատ էլ կա, որ կիբեր անվտանգ ֆայլերի պահպանման ծրագիր է, այսինքն որպեսզի քո բոլոր փաստաթղթերը պահես մի ծրագրի մեջ։ Կայֆ բանակ, շատ կայֆ։ Որովհետև օրինակ իմ, չգիտեմ, փաստաթղթերը ամբողջությամբ Google Photos-ում sense
գցած են ու մի փաստաթղթ մի 100 հատ կա, որովհետև ամեն անգամ չեմ գտնում, գնում նորից եմ նկարում։ Գիտես ինչի։ Ինչի։ Որտեվ դու ամուսնացած չես։ Իմը Մարիան անում է։ Պապկե քոնի սաղ դասավորած չես паспортս չի գտնի։ Այս լավ նոտայի վրա առաջարկում պաուզական 40 րոպե անցավ։ Tailcast. Շարունակենք Threads-ի որոշ օգտատերեր ուղարկել են հարցեր։ Օ։ Ես չեմ ասի ովքեր են նրանք։ Չէ, բայց կայֆ կնի որ ասես։ Դու երբ որ հաղորդում ինքդ ստեղծես ինձ հրավիրես, դու կասես ով է։ Ես այսօր չեմ ասել ովքեր են։ Ախպեր բեր ավատարկեն անունը գրվի, հարցը գրվի, տենց հետաքրքիր կլինի։ Ինտերակտիվություն մտցրու, խնդրում եմ։ Okay, բայց այսօր չեմ։ Լավ, ինչև է։ Մի հատ սաղին կգրես, կասես մոնտաժի մեջ ավելացնենք, էլի։ Լուրջ կայֆ կլինի։ Չէ, ախպերս չեմ ասել։ Լավ, գբրշ։ Անցնենք առաջ, Threads-ի որոշ օգտատերեր հարցեր են պատրաստել, նրանց անունները չեմ ասի, բայց հետաքրքիր հարցեր են։ Առաջինը, ուրեմն չեմ ալարել, Google-ել եմ, SDVG հայերեն կոչվում է ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ։ Դու ինքդ գրել ես մի անգամ, որ ուներ ուշադրություն ՈՒՊՀՀ։ Պատմիր ՈՒՊՀՀ-ի մասին քո կոնտեքստում։ Что такое SDVG? Синдром дефицита вау голубь։ Ուրեմն SDVG-ն ինքը շատ հետաքրքիր խնդիր կասեմ հիվանդությունը, չէ, իրականում ապացուցած հիվանդություն է, բայց Հայաստանում որպես այդպեսին չգիտեմ, ես մասնագետի մոտ չեմ գնաց այդ առումով, ինչա որ ես ուշադրությունս շատ երկար չեմ կարողանում բաննեմ կենտրոնացած պահեմ, օրինակ գիր կարդալը իմ համար հիմա շատ լուրջ խնդիր է դառել, ես չգիտեմ 4-րդ, 5-րդ էջից հետո քունս տանում է, հնարավոր չի ֆիլմ նայելն է շատ դժվարացել, sense մի հատ ընդհատեմ քեզ, էլի մի հատ էլ ասեմ ամենակարևոր բանը քո ՈՒՊՀՀ-ի մեջ որ ինձ վրա ազդում է, դա այնա որ մենք FIFA չենք կարողանում նորմալ խաղալ։ Դու մի խաղ նորմալ խաղում ես, երկրորդ խաղից սկսած եմ որ սկսում ես արդեն այնքանավոր մի գժություն անել, որ որովհետև ուղեղդ հոգնում է, նա ես ասեմ ինչա։ Իմը չէ քոնը։ Իմը ուղեղս հոգնում է ու ինքը մի բանի վրա կենտրոնացած չի կարող մնա։ Իրան կամ պետքա մարզել, իր հետ պետքա աշխատել, բայց մի հատ մեծ պլյուս ունի։ Երկու հատ ավելի շուտ որ ես դե երկու տարբեր բիզնես process-ների ու պրոյեկտների մեջ եմ, ես շատ հանգիստ կարում 3 դաժե ես շատ հանգիստ կարում եմ պերիկլյուչիցա լինեմ, հա, մի հատ մի զանգը էս մի բանից, մյուս զանգը այն մի բանից, երրորդը այն մյուսից շատ հանգիստ այդ պահը շատ լավ է, որովհետև չես կենտրոնանում մի բանի վրա ու երկար դրա վրա մնում, այսինքն դու կարող ես ռազմազադաշնի լինես ավելի։ Երկրորդ իր պլյուսը, երբ որ հիպերակտիվություն է միանում, այդ մի հատ բան է, ֆենոմենալ իրականում բան է, որ կարող է դու 40 րոպեում ուղղակի մի հատ նենց հարց լուծես, ինչը որ օրեր կպահանջեր։ Այդ հրաշքն է, եթե կարողանում ես իրան կառավարել շատ օգնում, այսինքն ես կարող եմ մի օրվա մեջ իմ, չգիտեմ, մի շաբաթվա հարցերը կամ ինչը որ ես պետք է անեի մի օրվա չասեմ մի 2-3 ժամվա մեջ ես լուծեմ ու բանով կանիշնի ես չեմ կարող այդ հիմա քեզ օրինակի վրա բերեմ ինչի մասին եմ ասում բայց երբ որ հիպերակտիվությունը միանում է այդ կայֆա ջերով ինքն էլ ունի շատ լուրջ ստադիայի երկուսս իրար հետ կստացի որ մեր օպերատորը մոնտաժնիկն ու ռեժիսորը մեր հաղորդման մեր ընկերն է ու երբ որ երկու SDV-գեշնիկ իրար հետ հեռախոսով խոսում են ազնիվ խոսք լուրջ եմ ասում ես իրար հետ խոսում եմ ասում եմ Ռոբ կասեմ վերջ են շախմատի պես են որ sense ծխմում են նոր դու կխոսաս որ մենք կարենանք իրար հետ խոսենք որովհետև իրար ընդհատում ենք մենք չենք կարող իրար նորմալ լսենք էլի երկար չենք կարող թողնել դա նոր կարելի է լսել մենք միշտ իրար հետ եղել ենք շատ ենք շատ խնդալու է դե լավ է որ դու գոնե պլյուսներ ես գտնում այդ սինդրոմը շատ լավ իսկ ինչ պրակտիկ մեթոդներ ես կիրառում որպեսզի դա վերացնես կամ մի քիչ քչացնես նույն կարդալը ինչքան դժվար տրվում է այդքան ինքը լուծում է իրականում եթե կարող ես սկզբից 5 էջ ես կարդում որը որ հոգնում է հաջորդ օրը կարդում ես ենթադրենք հա 10 էջ ես կարդում արդեն ավելի լավ է ու տենց իրականում արդեն բավականին շատացրել եմ ուզում եմ բան տենց հասնեմ որ մի անգամից մի օրվա մեջ
մի կես գիրք կարդամ, չգիտեմ եթե հնարավոր կլինի թե չէ մոտ ապագայում, բայց դրա համար չափսից է կախված։ Դե ինչ չափ է ուզում լինի, իմուն չի ստացվում այդ 500 կես, 2 էջանոց գիրք։ Չէ, իրական դժվար է, շատ ուզում եմ տեղափոխվեմ այդ աշխարհը ինձ SDV-գն հիմա չի թվում, որ ես գրքերից շատ հետաքրքիր եմ, բայց ես չեմ կարող իրանց լիովին տրվեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը, որ ինձ շատ է դուր գալիս, եթե քո որևէ գրառում թրեցում ստանա մեծ բացասական ռեակցիա ռեզոնանս, կջնջես։ Չէ, չեմ ջնջել, չեմ հիշում այս գրառում, որ ջնջած լինեմ։ Իսկ բացասական ռեզոնանսով գրառում հիշում ես քո։ Մի հատ եմ հիշում ու ինքը իրականում շատ հետաքրքիր է։ Այդ բանն էր, երբ որ ես ասում եմ, որ ես դեմ եմ ծնունդի օրերին, երբ որ երեխեքին չէ, կներես, այստեղ նյուանս կա, երբ որ մարդկանց ծնունդի օրերը շնորհավորում են իրանց։ Ծնունդի օրերը պետք է շնորհավորել իրանց ծնողներին, հատկապես մամաներին։ Այդ իրականում գրել եմ շատ էմոցիոնալ ֆոնին, որովհետև հաջորդ օրը կամ մի երկու օր հետո չեմ հիշում, աղջիկս պիտի ծնվեր ու պատկերացնում ես դեմիջև 9 ամիս ղիություն եւ այլն կնոջս ու հասկանում եմ, որ այդ ինչքան դժվար է ու հետոն եւ այլն այդ մարդն է, ոնց որ հերոսը այդ իրադարձության իմ ասածը դրա հետ էր կապված, բայց ինքը ինձ թվում է հաջորդ օրը որ գրեց որ աղջիկս ծնվեց ու մարդիկ ճիշտ ընկալեցին։ Էլի կստացի առանձին շնորհակալություն, չնայած հատ հայտնել եմ, բայց ես այդքան տենց բան չէի պատկերացնում, էլի ես ու չասեմ, երևի 400-500 հոգի մենակ կոմենտներում շնորհավորել են երեխա ծնվելը, ու ես բոլորին շնորհակալ եմ, չգիտեմ, ինչ որ գրեցի հետո նայեմ 1000-ից անցել է լայքերը։ Ես այդ ժամանակ իմ ջարուց չկայի, հա, ջնջված։ Շատ ափսոս էր, որ Դավոն շատ հետաքրքիր պահի deactivate էր եղել, ուսով եմ այդպես բաներ չես անի։ Որտեվ լավ բաներ կան, դու շատ լավ user ես։ Դրա համար դու խնդրում եմ պահի, էլի։ Շատ շնորհակալ եմ։ Հարց, որը ինձ շատ է դուր եկել։ Քեզանից շատ հետևորդ ունեցող օգտատերը թրեցում, բաց ենք թողում Instagram-յան ավտոմատ եկած հետևորդները, վերցնենք այսպես, ենթադրենք թրեցում մենակ ցույց են տրվում օրգանիկ հետևորդները, ովքեր թրեսից են եկել։ Այն թրեցի օգտատերը, որ ունի քեզին շատ հետևորդ, քեզ համար մրցակից է։ Այստեղ մեր մոտ հետաքրքիր community է ձևավորվել, որ ովքեր որ շատ հետևորդներ ունեն օրգանիկ թրեցից, այսինքն թրեցից Instagram-ից չեկած հետևորդների մասին, բոլորս իրար գիտենք ու բոլորի հետ շատ լավ հարաբերություններ է, ուղիղ որպես տենց մրցակցություն, որ լինես, միշտ հաճելի է, որ քո հետևորդները շատ են։ Միշտ կայֆ է դա բայց ինչ որ ուղիղ քայլեր անել, որ այս մեկին անցնել չէ, բայց հաճելի է, երբ որ քո հետևորդները շատ են։ Մյուս օգտատիրոջ հարցը, քանի որ դու նաև realtor ես, ես հետաքրքիր զրույց ունեցա մեր օգտատերից մեկի հետ ու նա խնդրեց, որ քեզնից հարցնեմ։ Դու որպես realtor, ինչ ես կարծում, մոտակա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում, մասնավորապես Երևանում, բնակարանների միջին գնաճ է սպասում, թե գների անկում։ Եթե մենք բացառում ենք ֆորս մաժորային իրավիճակները, ես կասեի, որ բնակարանների գները սուպեր չեն աճելու, մենակ կենտրոնը, փոքր կենտրոնն է գնաճ լինելու, բայց չեն նվազելու։ Այսինքն իմ կարծիքով իրանք լինելու են այն մակարդակի վրա, որ մակարդակի վրա հիմա կան, որովհետև կառուցվում են շատ, կառուցվում, հանձնվում եւ այլն բնակարանային փուլերը շատ գնում է, փոքր կենտրոնը աճում է ու աճելու է ինձ թվում է միշտ։ Որ եթե բանում այդ ամեն զարգացած մայրաքաղաքներում, չգիտեմ, Օսլոյում նայես, Նորվեգիայում 45 քառակուսի մետրանոց բնակարան կարող է $450,000 լինի։ Նու փոքր կենտրոնի մասին է խոսքը, էլի եվրո, այսինքն իրաց դեպքում ու նույն բանը կարա լինի Երևանում, այսինքն փոքր կենտրոնը միշտ աճի գնի մեջ։ Իսկ մնացած հատվածը արդեն բնականով կա։ Այստեղ մի քանի ֆակտոր էլ կա Երևանում, քանի գնում է իրականում անհարմարանում է։ Մի քիչ եթե թույլ կտաս շեղվեմ դեպի քաղաք թեման, որովհետեւ խնդիր չկա, ես գիտեմ, մի հատ կոնտեքստ տանք մեր դիտորդներին, Գևորգը շատ է սիրում, շատ է հետաքրքրվում մեր մայրաքաղաքի ակտուալ խնդիրներով,
քաղաքապետարան շատ մտքեր է տարել, մի անգամ էլ ինչ որ մրցույթում ես դու հաղթել ես կարծեմ ինչ որ, 21 թվին էր այլ։ Այնպես որ հա իհարկե մի երկու բար ասա։ Ուրեմն շատ Երևանում կամած ու ամեն օր ավելի դժվարանալու է շարժվելը ու արդեն դժվարացել է, այդ վաղուց կանխատեսում եմ ես, որովհետև շատ պարզ էր ամեն ինչ, եթե քաղաքում մենակ ավելանում են մեքենաները ու չի կառուցվում նոր ճանապարհ, ենթադրենք Մոսկվայում տարին 100 կիլոմետր, արդեն 10 տարի է նոր ճանապարհ քաղաքի մեջ ավելանում է։ Իսկ մենք հիշում ենք Մոսկվան 2010 թվին, մենք հիշում ենք, գիտենք Մոսկվան հիմա, անցել է 16 տարի, մենակ մարդիկ, մեքենաները, ամեն ինչ ավելացել է, այնտեղ մի 5 բալով պրոբկեքը թուլացել է։ Իսկ մեր մոտ դեռ ոչ մի քայլ չկա ու տրանսպորտի կոլապսը անխուսափելի է Երևանում։ Մենակ ժամանակի հարց է, ես կարամ փողոցներ ասեմ, որտեղից սկսելու է տրանսպորտի կոլապսը, այդ լինելու է Կոմիտասի Գրիբայեդովի Խաչմերուկից մինչև Ադոնցի այն հատվածից։ Այնտեղ այնքան բնակարաններ է սարքվել անունները։ Դե հիմա էլ է Կոմիտասը անընդհատ խցանում է, շատ ուժանի պիտի գնաց որ խցանում չլինի։ Քանի գնա, մենակ վատթարանալու է վիճակը, որովհետև օրական Հայաստան մոտ 100 մեքենա է մտնում, իսկ քանի մեքենա է շահգործունից դուրս գալիս, այդ շատ բան թիվ է, շատ չգիտենք էլի հստակ ավելի քիչ։ Այսինքն, այդքան բնակարաններում, այդքան ամեն ինչը ինքը բերելու է, ուղղակի կանգնելու է քաղաքը։ Քաղաքապետարանն էլ եթե արդեն լուծվեր խնդիրը, այսինքն ինչի եմ ես վստահ որ լինելու է այդ կոլապսը, որովհետև եթե հիմա ասես բոլոր չինացիներին հավաքես ասես սարքեք մեր համար մետրոյի մի հատ լինիա ու իրանք երկու կողմից սկսեն թունելը, այդ 4 տարուց ավել կպահանջվի միջև ստանցիան ստանան։ Այսինքն, բացի Աչափնյակից այնտեղ որ կիսատ գործը սովետի ժամանակից արված է, ամեն նոր ստանցիա 3-ից 4 տարի պահանջվելու է որ լինի։ Այդ մետրոն ենք խոսում։ Իսկ մեր մոտ մետրոն սուտ է, ոչ չեմ հավատում, մետրոյի զարգացմանը որպես այդպեսին շատ արագ տեմպերով կարող է 1-2 ստանցիա 10 տարում սարքվի 2 ստանցիա ընդհանրապես։ Այսինքն դու խնդրի լուծումը մենակ մետրոյի մեջ ես տեսնում։ Դե խնդրի լուծումը օքեյ, արի տենանք ինչ տարբերակներ կա խնդրի լուծման։ Կա Վելադարոշկեքի տարբերակը, որը որ մեր ռելիեֆին սուպեր հարմար չի, այսինքն օքեյ փոքր կենտրոնը կարա Վելադարոշկեքով դառնա, բայց դու մասիվից չես իջնելու։ Ինֆրաստրուկտուրայի ապակենտրոնացում, այսինքն Երևանից դուրս բերեն։ Օպա, դրա հետ կապված, կստացի, էլի գրառում արել էի վաղուց, որը որ ինչ են իրանից ներկայացնում։ Այն որ բերում են կոմենտար տեսանում, այս մեր օպերատորին էլ ասեմ, մեկնաբանություններով է մարդիկ ինչ որ մի հատ մեկնաբանություն են, չէ՞ գրում։ Որը միշտ իր ինչ որ մի հատ գրառում ռեպոստ է։ Հա դե ուժը խոսացել եմ այդ թեմայով ջոկում ես, միանգամից գրառումն եմ տակակցում։ Ու արդեն ցակրեցը գիտի, որ Սինդոյան անելը կամ ուշանալն է, կամ ռեպոստ անելը։ Մի քանի տարբերակներ մենք ունենք, դու ասցիր այդտեղ բանը, չէ՞։ Ինֆրաստրուկտուրայի ապակենտրոնացումը, քանի որ օֆիսներով ապակենտրոնացումը ինքը մի քիչ ռեալ չի, դժվար է, շատ օրինակ ձեր օֆիսում, հա, տեղափոխեք մի ենթադրենք մոտիկ քաղաք Վանաձոր, հա, ու փորձեք այդտեղ գնաք չի լինի, որովհետև մարդիկ երեխաներ ունեն, դպրոց են տանում, մի ամուսինը միտեղ աշխատում, կինը միտեղ, այդ ռեալ չի, այսինքն բիզնեսներով տեղափոխելը ռեալ չի։ Ես առաջարկել էի ոչ թե ոնց է հիմա պետությունը կարա բան անում, ակադեմիական քաղաքն է սարքում, միջև դաժե ակադեմիական քաղաքի սարքելը նախագիծը եւ այլն ես առաջարկել էի որ կարելի է ամեն քաղաքում Հայաստանի բացել մեկ հստակ համալսարան նորը կառուցած շատ լավ բանով ու մարդիկ ուսանողները պատկերացրեք 60-ից 80 հազար երիտասարդ ամբողջ Հայաստանում իրանք գնան այնտեղ թե նույն բնակարանները ավելի կաշխուժանա բիզնեսները կաշխուժանա ամեն ինչ ավելի հետաքրքիր կդառնա այդ մարզերում ենթադրենք հա մի համալսարանը Չարենցավանում լինի մի համալսարանը Կիրովականում մեկը Գյումրիում մյուսը Վանում Երևանում թող մնա մենակ բժշկականը ինչի բժշկականը որովհետև մարդիկ տուպը Երևանում սովորելու համար բժիշկ չեն դառնա էլի ստիպված այլ բան կլինի ինքը ռազմբրոսնի կլինի ու դա մի հատ մեծ տրաֆիկ 80,000 անոց որը որ քաղաքում է շարժի մեջ է ամենաբանն է որ արդեն խեղդվում է քաղաքը ինքը կգնա դուրս դեպի
Այսինքն Հայաստանի մյուս մարզեր, ոնց են հիմա մարզերից գալիս երեխեքը սովորում ստեղ, նույն ձևի ստեղից կգնան մարզերը սովորելու, ընդեղի բնակարաններ կվարձեն կամ ընդեղի общежитիան հանրակացարաններ նոր կսարքվի, լավ, բայց այդ ամեն ինչը իհարկե շատ բանով կլինի։ Դրա թույլ կողմը այդ դասախոսների հարցն է, որ պետք է գնան էքսպերտիզա, հա, բայց իրականում 5 անգամ ավելի աշխատավարձով սա կլուծվի ինձ թվում է։ Հաջորդ հարցը մեր մյուս օգտատիրոջ, իմ ամենասիրելի հարցն է. ինչու ես անընդհատ ուշանում։ Որ օգտատերն է ասել, ես քո հետ եմ հանդիպում մենակ մեր։ Ես դավոն է։ Որը սա ուշանում է։ Հարցը մյուս օգտատիրոջ, ես շատ եմ իմ սիրած հարցն է, այդ օգտատերը ես եմ։ Ինչու ես անընդհատ ուշանում։ Իմիջայլոց այսօր նկարահանումներից Գևորգը ուշացել է ժամ 20 րոպե։ Ու սա իմիջայլոց այն բանից հետո, որ ինքը թրեցում գրառում է արել, որ այլևս չի ուշանալու։ Հիմա ինձ ասա տեսնեմ, ինչու ես անընդհատ ուշանում։ Կիևյանը տեսել ես ինչ հնարել փակվել ապեր։ Դու ինձ ժամը 5-ին Արշակունյացից վիդեո ես ուղարկել։ Դու ուներ 2 ժամ ժամանակ, որ Արշակունյացից հասնեիր զեկը։ Չէ, ասեմ։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, ոնց եմ ծխել այդ հարգել, տես հիմա հունվարի 1-ից այս տարի չեմ ծխել ընդհանրապես, մի գլանակ սիգարետ նույնպես չի եղել, բայց միջև այդ եղել են լիքը փորձեր ու բան անել։ Ես աշխատում եմ ի վրա։ Մեզանից ով է անբիծ։ Ես։ Չէ, լավ, հասկացա։ Չէ, այդ SDVG, հա, ճիշտ է ասում։ Ուշանալը իր SDVG։ SDVG չի ՈՒՊՀՀ է, բայ։ Մենք SDVG-ից արդեն խոսացել ենք ու ուշանալը SDVG-ի բաղկացուցիչ մասն է, որովհետև դու մոռանում ես, որ դու այնտեղ արդեն քո տայմինգից ուշացար, այսինքն դու մեկ է նայում ես անցկես պիտի դուրս գայր, մեկ էլ 5-ա պակաս։ Այդ է խնդրեմը, չեմ կարող բացատրել։ Հա, հասկա, չէ, լրիվ հասկանալի։ Իրականում չէ, աշխատում եմ այդ ուղղությամբ, պրոգրես կա։ Հետաքրքիր դու ինձ երբեք այս տեսանկյունից չէր ասել քո ուշանալու պատճառը։ Ինչ որ կրուտիտ է լինում, միշտ մի կրուտիտ կա։ Հետո եմ հասկացել։ Մի հատ մեր դիտորդներն էլ երևի պատմեն, որ ժամանակին մենք մի շենքում էինք ապրում, Գևորգը 6-րդ հարկում, ես 3-րդ հարկում, մենք ամեն առավոտ ժամը 7:30 պայմանավորվում ենք գնալ միասին ջիմ։ Ուրեմն չի եղել այդ մի քանի ամսվա մեջ գետ մի անգամ, որ Գևորգը 7:30 լինի ներքևում։ Ուրեմն 6-րդ հարկից պետք է իջներ ներքև, հա, այսինքն այնպես չի, որ ինքը ուրիշ թաղամասից էր գալու։ Ու վերջը Գևորգին էլ դա դուր չեկավ, ու ինքը ասեց, արի ամեն ուշացած րոպեի համար 100 դրամ փող տամ, որովհետև ինքն էլ էր իրան վատ զգում։ Բայց դա էլ չօգնեց, այսինքն ինքը շարունակում էր ուշանալ, ու մի օր էլ շատ ուժեղ բոց արեց իրականում, ասեց, ինչքան եմ քեզ պարտք, ասեցի 1700 դրամ, այսինքն 17 րոպե, գումարային ուշացել, ասեց, լավ, այսօր էլ 3 րոպե կուշանա, որ կլոր 2000 դրամ տամ։ Այդ 2000-ը տվեցի, ես էլ վաղը կուշանամ։ Լավ, անցանք առաջ։ Հիմա բլից հարցեր են, այսինքն ես քեզ տալիս եմ արագ հարցեր, արագ պատասխաններով, ու մենք չենք մեկնաբանում։ Քո պատասխանը վերջն է, եզրափակողը։ Նշիր թրեցի 3 օգտատիրոջ, որոնց սիրով կարդում ես։ Լինդան, տարբերակ Լ, տարբերակ Դ Դավիթ, շազը իրականում աղբերս վեր չներ, ես քո անունը տալու էի։ Երրորդը մի քիչ դժվարանալու եմ ասեմ, որովհետև կամ շատ պիտի ասեմ, բայց ես իրականում կուզեմ նշեմ մի օգտատիրոջ, որը շատ թերագնահատված է թրեցում, Մարիամ Կետ Հովանեսյան, խնդրում եմ բանը կարանք բերենք իր պրոֆիլը։ Հա, անպայման կբերենք, որ հետևեն, հա։ Նայ, ես Վերջ, 3 օգտատիրոջ ասեցի, անցանք առաջ։ Շատ լայք, թե ոչ պոպուլյար կարծիք։ Անկեղծ կարծիք։ Անկեղծ կարծիք։ Լավ, եթե թրեցից անհետանան լայքերը կշարունակես գրել։ Միանշանակ։ Դու քեզ համարում ես հայալեզու թրեցի ամենահայտնի օգտատերը։ Ու չեմ կարող ես ասեմ, ես տենց կողքից թրեդի մասին ում հետ խոսացել եմ, ինքը թրեդի մեջ է եղել, հասկանում ես խնդրեմը, որն է դրա համար կողքից հայացք չեմ կարող ասեմ, չէ։ Շատ լավ։ Եթե քեզ տային $1 միլիոն կջնջվեր թրեցից մշտապես։ Հա։ Ինչ հեշտ եմ, չէ՞ կաշառվում։ Ինչի մասին կգրեր, եթե իմանայր, որ վաղն էլ թրեց չի լինելու։ Կգրեի ժամանակի մասին, կյանքի մասին, օրվա մասին, որ ապրեք ձեր օրը մաքսիմում շատ, որովհետև այդ ձեր կյանքն է։
Ինչ ես դու կարողանում անել ավելի լավ, քան մարդկանց մեծամասնությունը։ Համոզել։ Եթե հեռախոսիդ մեջ կարելի լիներ թողնել միայն մեկ հավելված, որը դա կլիներ։ WhatsApp, սա գործերս WhatsApp-ի մեջ է, կորեմ ես WhatsApp-ը ջնջվի։ Շատ լավ։ Հիմա բլիցից վերջացրեցինք ու վերջին անակնկալ թեման, իրականում անակնկալը որն է, սա թեմա է, որը քեզ նախորդ չեմ ասել, ասեմ մեր օգտատերին, որ օգտատերին, դիտորդներին ասեմ, որ Գևորգին ի սկզբանե ուղարկել եմ абստրակտ թեմաներ ինչի շուրջ ազորեցնելու, այսինքն ոչ թե կոնկրետ հարցերը, այլ թեմաները, որպեսզի ինքը ասի օքեյ է թեմաները, թե չէ։ Բայց այդ օրը կարդացել եմ, մոռացել եմ, ասել եմ օքեյ, ազու։ Պետք է որ օքեյ։ Վերջինը, ես ընտրել եմ մեր շատ սրաճ թեմաներից մի հատ ու ուզում եմ քո կարծիքը լսել։ Կա ընկերություն տղայի եւ աղջկա միջև։ Օ, բանա, հայտնի սրաճներից է, հա, հայտնի սրաճներից է։ Ինձ թվում է կա, ես չունեմ շատ մոտիկ աղջիկ ընկերներ, հա, որ տենց ամեն շուտվա շփվում եմ, բայց երևի թե կա։ Միանշանակ պատասխան։ Դու ունեցել ես երբևէ աղջիկ ընկեր։ Օրինակ շատ լավ կուրսեցի աղջիկ ընկեր եմ ունեցել, ու հետո ավելի քիչ ենք հիմա շփվում, Անին Սարգսյան շատը չեմ ունեցել, որ ճիշտ ասեմ, նո չի հանդիպել իմ կյանքում այդքան տենց սիտուացիաներ, որ ես ասեմ հա աղջիկ ընկերներ շատ ունեմ։ Չէ, ինձ թվում է իրականում կա, ես շատ սուպեր մոտիկ աղջիկ ընկերներ չունեմ, բայց չի նշանակում, որ չկա, օրինակ ձեր ընկերությունն եմ սիրում Ծինայի ու Անի հետ, Խղճանայիթին Ծինա Սարգսի, օրինակ շատ կայֆ է, ես շատ բան եմ, բայց ես չունեմ տենց մոտիկ ընկերներ, ում հետ որ բան եմ, երևի արա կա ունես ընկեր։ Այո, Մարիան, ինքը իմ կյանքի ընկերն է, իհարկե։ Ինչ լավ ասեց։ Մարիան Գևորգի կինն է։ Իհարկե կա, ամենամոտ ընկերը դա կստացի ասեմ։ Գևորգ ջան, աղբերս հարցերն այսքան են, շատ շնորհակալություն, ինձ թվում է հետաքրքիր զրույց ունեցանք, չնայած որ ես քեզ շատ վաղուց եմ ճանաչում, այսօր խոսեցինք ինչ որ մի թեմաների շուրջ, որոնց մասին միգուցե շատ չենք խոսել կամ վաղուց ենք խոսել, այնպես որ շատ շնորհակալ եմ, հուսով ենք լայք մեջ կանեք այս վիդեոն, որպեսզի այն դառնա ավելի հայտնի ու մենք շարունակենք մյուս թողարկումները ռելիզ անել։ Հաջողություն։ Քո թողարկումներին կանաչ ընթացք, շատ լավ պրոյեկտ է, ապրես։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի։ Հաջողություն։